Մի րոպե։ Գլխավոր դատախազի տեղակալ, եթե չեմ սխալվում, Վահրամ Ղահրամանյանի հետ մանրամասն ներկայացվեցին բոլոր գործի վերաբերյալ ապօրինությունները, սկսած քննիչի ապօրինություններից վերջացրած դատարանի անհիմն, այսինքն ներկայացրած հիմքերի բանով, շատ մանրամասն դետալների մեջ չանդրադառնալով մեծ մասով վաճառաբանվեց, որ տեղյակ չի այս մանրամասնություններից։ Հիմնական հարցը քննարկեցինք հենց հիմա անհապաղ ազատ արձակելու այդ իրավասությունը, այսպես ասած, իրավական վեճի մասով, որ դատախազությունը ունի ուղղակի լիազորություն հենց այս պահին փոխելու ընտրված խափանման միջոցը, ասում են, որ այտենց լիազորություն չունի, մինչև չլինի դատաբժշկի փորձաքննություն չի կարող այս խափանման միջոցը փոփոխվել։ Ես էլ ասում եմ, որ մեր պրակտիկան նայեք, դատաբժիշկները երբ կարան ինչ անեն, ասում եմ, առաջին պահից սկսած այդ փաստաթղթերը եղել են քննիչի տրամադրության տակ, սենց դաժե մեծ մասնագետ պետք չի լինելու, որ հասկանալ շատ բարձր ռիսկը ինչա նշանակում, հիվանդության շատ բարձր ռիսկ ձևակերպումը ինչա նշանակում։ Էլի ասել եմ, ինքը ասել է, որ նման պրակտիկա չունեն, ասում եմ, դե պրակտիկայի խնդիրն է, կարելի է այդ պրակտիկան փոխել, եթե օրենքը ձեզ տալիս է այդ հնարավորությունը, ես էլ հիմա մեկնաբանում եմ, անհնար է ձևակերպել այնպես, դե եկեք գիտեք ինչ կա, հա, ոնց որ այս փաստաթղթերը վկայում են նրա մասին, որ անձը այս հիվանդությունը ունի, բայց քանի որ մենք մասնագետ չենք, եկեք նավսյակի տանենք, այդ մարդուն կալանավորենք, այնտեղ ինչ կլինի, հենց այդ թուղթը կունենանք, որը կհավաստի, որ այս հիվանդությունը հենց այդ կառավարության հիվանդությունն է, այդ հիմքով կփոխենք։ Հիմա չունենք, առավելագույնը, որ կարող ենք, այսինքն հասկանալով այս ձեր մեկնաբանման բանը, իրադրության լրջությունը նաև այս բանը, այնա որպեսի բան անենք, հորդորենք դատաբժիշկներին ու այդ իրավասու մարմիններին, որ արագ այդ եզրակացությունը տան։ Հրահանգ եք, ոչ թե հորդորենք։ Հա, հրահանգ են ու բան անեն, որ արագ, բայց այդ արագը ես չեմ ուզում պրակտիկայից շատ օրինակներ գնեմ, գիտեմ, որ այդ արագը շատ արագ չի, այդ արագը չի լինի։ Ժամկետներ ասեցին ձեզ, կոնկրետ ժամկետներ, 1 շաբաթում, 5 օրում, 6 օրում։ Ժամկետ չի ասվել, նո ասել են, եթե կարա լինի պայմանականին վաղն էլ կարող է լինի, բայց մենք ունենք տվյալներ, հիմա ուրիշ գործերից օրինակներ չբերեմ, որ այդ անհապաղ բաները ընդհուպ մինչև 1 ամիս, 2 ամիս հետո դեռևս իրականացված չեն լինում։ Ներողություն, հիմա ձեզ կոնկրետ ժամկետ չասվեց, դուք ներկայացրեցիք փաստեր, անհամատեղելի է, կյանքին վտանգ է սպառնում, ժամկետ չասվեց ձեզ։ Ժամկետ չի ասվել, ասվել է, որ քանի դեռ չունեն իրենք փորձագետի եզրակացություն, որ անհամատեղելի է, հիմք չունեն։ Ասում եմ խորհուրդ տալիս, տարեք վերաքննիչով փոխեք, մյուսով վերաքննիչն։ Ես ասում եմ, ես վերաքննիչի ժամկետների մասով էլ չեմ կարող վստահություն ունենամ։ Ես հիմա ունեմ ձեր մոտ տված փաստաթուղթ ու բան, դուք օբյեկտիվ քննություն իրականացնող, վարույթն իրականացնող մարմնին հսկող դատախազն եք։ Այդ քննիչը ինչքանով է օբյեկտիվ իրականացրել այդ քննությունը, երբ որ այն պահից, երբ որ հայտնվել է իր ձեռքի տակ այս բժշկական փաստաթղթերը, այդուհանդերձ միջնորդել է, որպեսզի կալանքը կիրառվի։ Հիմա սա օրինական է, թե օրինական չի, այս հարցի պատասխանը տվեք։ Տիկին Սողոյան, նայեք, ձեզ այսօր ընդունել է գլխավոր դատախազի տեղակալը, ասացիք։ Այո, նախորդ անգամ էլ կարծեք հանդիպում է եղել, նույն մարդու հետ է հանդիպում եղել։ Ես քանի որ այդ ժամանակ զբաղված էի հենց այս միջնորդությունները կազմելով, ես եմ հանդիպել այդ մարդու հետ, ես հանդիպել եմ։ Բայց այն ժամանակ կարծեք ինչ որ ըստ մամուլի հրապարակումների խոստումներ են եղել, որ ընթաց կտրվի եւ այլն, եւ հիմա հաստատի այս վիճակն է, ասել է տեղեկություններ չունեմ, մանրամասներին չեմ տիրապետում։ Մանրամասներին փաստական տվյալներով, այսինքն ոնց է դեպքը եղել, որ այդ դեպքը պրովոկացվել է ռազմական ոստիկանության աշխատողների կողմից, որ ընդհանրապես այդ քաշքշուկը, որ սկսել է Արսեն Ղուկասյանը չի եղել, որ ինչի է տարբերակված մոտեցում, այնտեղ շատ մարդիկ են եղել, որ նույնիսկ, այսինքն որ տեղեկանա մանրամասների մասին։ Փաստացի չէ, դե կարծում հսկող անմիջական հսկողը չի, երևի վերահսկող դատախազի վերադասն է,
այս գործողությունները չեն կատարվել, այստեղ մարդիկ կան, որ այդ միջադեպին ներկա են եղել, այս մարդիկ առեսօր չեն կանչվել հարցաքննության, այն կասկածները, այն հաղորդման մասին, որ հանցագործության մասին հաղորդում ա տրվել, որ հարվածներ են հասցվել, նաև այդ քաշքշուկը պրովոկացվել է ռազմական ոստիկանության ծառայողների մասին, այս մասով քննության մասին ես տվյալ չունեմ։ Այսինքն այս ամեն ինչը չի իրականացվել եւ հիմա ասում եմ թողած մի կողմ այդ ամբողջ մանրամասները, որին կարող էր չտիրապետել, թե ինչու օրինակ տարբերակված մոտիցում, ինչի այս եթե կար 3 մեղադրյալ ըստ վարույթն իրականացնող մարմնի 2 թե 3 չեմ անանում, կարծեմ 3 նշեցին։ Ինչի հենց պետքա կալանքը խափանման միջոց կիրառվեր հենց Արսեն Ղուկասյանի նկատմամբ եւ այն պայմաններում, երբ որ ունի ինքը այս առողջական վիճակը։ Սողան, այս հանդիպումից դուք ինչ հետևություններ արեցիք եւ ձեր հետագա քայլերը։ Հետևություններս, որ մարդկային առումով հասկանում են բանը, բայց պաշտպանվում են քրեադատավարական նորմերի հետևում եւ ունեցած պրակտիկայի հետևում, այլ ոչ թե մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքով։ Հիմա ձեր անելիքը որը պետք է լինի այս բանը։ Այս պահին անելիքս, այսինքն նաև օգտագործել մնացած բոլոր լծակները, այդ վերաքննիչ բողոքը պետքա կազմեն, բայց հասկանում ենք, որ այս ամենը ժամանակ է տանում։ Այսինքն բյուրոկրատիայի հետևում մեզ դա ստիպում են աշխատեցնել, միևնույն ժամանակ հոսում են այդ ժամկետները, երբ որ մարդը գտնվում է անազատության մեջ ու այս ռիսկը պիտի անի։ Մի օրինակ որտեղ հանդիպում եղել էր, առանձնազրույց եղել է, ասեն խորհրդապահական բանի շրջանակում, ամեն դեպքում ասելիք չունի այս փուլում հաշվի առնելով, որ իսկապես կյանքը վտանգված է այս փաստաթղթերի բժշկական։ Դե ասում են, որ ուղարկել են, այդքանով միպի լիազորությունները սահմանափակվում են, այսինքն ահազանգը ըստ պատկերացնում են, որ բոլոր առողջական խնդիրների մատնանշմամբ ուղարկվում է, բայց միպը ոչ լիազորություն ունի անձին կալանքից ազատելու, ոչ էլ դատարան ներկայացնելու, ոչ էլ ինչ-որ բան, ասել են, որ գրություններն ուղարկել են, ուղարկվել են։ Տիկին Սողան, փաստացի կցանկանայի եւս մեկ անգամ կրկնել, դուք ում հետ հանդիպեցիք գլխավոր դատախազությունում անունազգանունը։ Վահրամ չի Վարուժան։ Ազգանունն ասեք։ Բա չեմ կարող հիմա բանանել, լարված եմ, հիմա բան չեմ։ Եվ ըստ էության հանդիպումը անապարդյուն էր։ Ըստ էության ձեր պահանջներին ընթացք չտրվեց, ասեցին օգտագործեք ձեր մասնագիտական բոլոր գործիքակազմերը։ Սա կարող ենք ասել։ Այո, եւ ասացին, որ իրենց իրավասության շահմաններում կփորձեն, որ դա հնարավորինս այդ դատաբժշկի եզրակացությունը, որը կասի, որ այդ հիվանդությունը, այս հիվանդությունն է, հնարավորինս շուտ, բայց իրենց կողմից հասկանալով, որ իրավաչափության պայման է փոխված, չեն գործարկելու, որպեսզի փոխվի խափանման միջոցը։